Արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովում, ենթակառուցվածքների զարգացում, լոգիստիկ հասանելիության ապահովում, արտահանողների ու նրանց կարողությունների զարգացում, շուկաների և հաճախորդների ընդլայնում, արտահանման խթանում և ֆինանսավորում։ Այս գործողություններն են նախանշված Հայաստանի արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարությունում։ Շրջանառության մեջ դրված նախագծով սահմանվել է տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ուսումնասիրվել են Հայաստանի ՀՆԱ-ն, արտաքին առևտուրը, արտահանման մարտահրավերները, օրենսդրական կարգավորումներն ու միջազգային առաջատար փորձը։ Նպատակը բխում է ոչ միայն կառավարության ծրագրից, այլ նաև Հայաստանի երկարաժամկետ զարգացման տեսլականից, մասնավորապես 2050 թվականի Հայաստանի վերափոխման ծրագրից, իհարկե, ինչպես նաև այն քաղաքականություններից, որ ներկայիս կառավարությունը իրականացնում է, մասնավորապես խոսքը օրինակ վերաբերում է խաղաղության խաչմերուկի մասին, որովհետև մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է գործի խաղաղության միջավայրում։ Սահմանվել է 5 ռազմավարական նպատակ՝ տնտեսական աճի ու մրցունակության համար նպաստավոր միջավայրի ստեղծում, միջազգային առևտրային հարաբերությունների խթանման և երկրի գործարար միջավայրի բարելավման միջոցով, աշխարհագրական դիրքից բխող ռազմավարական առավելությունների ձեռքբերում, ենթակառուցվածքների զարգացման, գործընկերության հաստատման և նորարարական ապրանքների ու լոգիստիկ լուծումների ներդրման միջոցով, արտահանման աճի խթանում, ազգային արտահանողների առևտրային ներուժի բարձրացման և բարդ ապրանքների ու ծառայությունների զարգացման խթանման միջոցով, արտաքին շուկաների և ապրանքների դիվերսիֆիկացում, հնարավորությունների ընդլայնման, դիմակայունության ու կենսունակ տնտեսական միջավայրի համար ամուր հիմքեր ստեղծելու միջոցով, արտահանման դիմակայուն էկոհամակարգի ստեղծում, արտահանման խթանման ծրագրերի ներդրման և համապատասխան ֆինանսական ու ոչ ֆինանսական ենթակառուցվածքների ձևավորման միջոցով, պետությունը ցանկանում է արտահանումը տնտեսության շարժիչը դարձնել։ Սա էկոնոմիկայի նախարարության ռազմավարությունը չի լինելու, սա ամբողջ երկրի պետության ռազմավարությունն է լինելու եւ բոլոր նախարարությունները իրենց գործունեության մեջ առաջնորդվելու են նաեւ այս ռազմավարության մեջ արտացոլված տեսլականով եւ մենք ուշադրություն ենք դարձնում հատկապես բարձր արժեք ունեցող բարձր բարդություն ունեցող տնտեսական բարդություն ունեցող եւ իհարկե չափերով հնարավորինս այսպես ասած փոքր, սա մի քիչ կարող է կոպիտ հնչել, բայց փոքր չափ մեծ արժեք ունեցող ապրանքների վրա են կենտրոնանալու եւ դա մեր հիմնական տնտեսական մրցակցային առավելություններից է։ Ռազմավարությամբ սահմանված նպատակները համարժեք են առկա իրողություններին, կարծում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Նրա խոսքով ռազմավարությունն արտահանման չօգտագործվող ներուժի արդյունավետ իրացման մասին է։ Ըստ էության մենք ունենք կայուն զարգացման ռազմավարություն եւ այն տեղավորվում է կայուն զարգացման տրամաբանությամբ ամրագրված ուղենիշի մեջ։ Ռազմավարությունը հիմնված է առանձին ապրանքախմբերի արտահանման պոտենցիալ շուկաների ուսումնասիրության, դրանց տարողության, մեր ապրանքների առումով գնահատման վրա եւ այդտեղ կա գնահատականներ թե այն առումով, որ ավանդական շուկաներում անհրաժեշտ է ավելի ընդլայնել ներկայացվածությունը, կա նաեւ նոր շուկաների առումով որոշ լուծումներ, բայց ավելի շատ այսպես հիմնական շեշտադրումը կարելի է ասել ավանդական ուղղությունների ավելի արդյունավետ օգտագործման մեջ է։ Կարեն Մարտիրոսյանը, որ մասնակցել է ռազմավարության քննարկումներին, նշում է, փաստաթղթի ստեղծման համար պրոֆեսիոնալ թիմ է աշխատել։ Հիմնարար սկզբունքները ռազմավարության մշակման պահպանվել են, անկախ նրանից, թե որ ոլորտի ռազմավարություն է մշակում։ Մասնավորապես խորքային հետազոտություններ են իրականացվել նախքան ռազմավարությունը մշակելը։ Հաշվի են առել շահակիցների կարծիքները, անգլերեն ասած stakeholder engagement-ն են ապահովել, այսինքն ներգրավումը շահակիցների, որպեսզի կարողանան նաև համապարփակ հասկանալ մեր արտահանման խնդիրները։ Արտադրող արտահանող Արտյոմ Թադևոսյանը ծանոթացել է ռազմավարությանը, նշում է, վաղուց էին սպասում, սակայն ամենակարևոր գործոնը փաստաթղթի իրատեսական լինելն է։ Հիմա որ սա Հայաստանի արտադրված գյուղմթերքը վերամշակված է, մենք կարողանանք ասենք արտահանենք ու եվրոպական շուկայում լցնենք, սենց ամենտեղ, ինքը չի վաճառվելու։ Խնդիրը միայն դա չի։ Խնդիրը այդ ամեն ինչը տանել ընդեղ հասցնել adekvat գնով եւ մեծ լուրջ մարքեթինգային ծրագրեր իրականացնել։ Այսինքն, եթե դու այդ շղթայի մեջ մենակ ինչ որ մի մասն ես անում, ինքը թերի է դառնում ամբողջովին։
Յուրաքանչյուր ուղղությամբ արտահանումն իր առանձնահատկություններն ունի եւ ըստ գործարարի անհրաժեշտ է, որ պետությունը հետագայում իրենց հնարավորությունները չսահմանափակող հստակ ծրագրեր մշակի։ Արտյոմ Թադևոսյանը համաձայն չէ, թե ռուսական շուկան հեշտ է, դրա համար են տեղական արտադրողները մեծ մասամբ արտահանում այդ երկիր։ Ինքն էլ արտադրանքի 95%-ն արտահանում է Ռուսաստան։ Եվրոպական շուկաներն, որ մենք չենք կարողանում ընդլայնվել եւ շատ վաճառքներ ունենալ, պատճառը կայանում նրան, որ մեր ապրանքը իրանք չեն ճանաչում։ Մեր երկիրը իրանք չեն ճանաչում։ Եթե թուրքական պահածոն այնտեղ ամեն սուպերմարկետում կա, որտեղ իրանք գիտեն ինչա թուրքական պահածոն եւ այլն, հայկական պահածոն որ տանես այնտեղ միտեղ դնես, ոնց դնես, այտենց էլ մնալու է։ Այդ պատճառը նրան չի, որ ինքը անվորակ է։ Պատճառը նրանն է, որ իրան դնելով հանդերձ դու պետք է իրան լուրջ մարքեթինգ անես։ Շատ, իսկ այդ մարքեթինգը ամենամեծ ծախսերից մեկն է։ Արտահանման ռազմավարությամբ պետությունը դիտարկում է բոլոր աշխարհագրական ուղղությունները, որ ուղղությամբ հնարավոր է հայկական ապրանքներ եւ ծառայություններ արտահանել ու դրանք հաջողությամբ իրացնել մեզ համար թիրախային շուկաներ են, շեշտում է նախարարը։ Կան ապրանքների խմբեր, որոնք որ առանձնացված են հետազոտության մեջ եւ ասվում է, որ այս ապրանքների արտահանման վրա պետությունը պետք է որոշակի հավելյալ, այսպես ասած, գործիքակազմեր, աջակցող գործիքակազմեր կիրառի կամ ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ օրինակ, եթե դու ունես մի արտադրություն, որը այդ ապրանքներն է պատրաստվում արտադրի եւ արտահանի, պետությունը հավելյալ օրինակ գործիքակազմով կաջակցի դրանց։ Բայց դա չի նշանակում, որ պետությունը չի աջակցի, եթե դու այլ ապրանք կամ ծառայություն ես փորձում արտահանել։ Նախորդ տարիներին տասնյակ միլիարդավոր դրամների հատկացումներ են եղել ամենատարբեր ծրագրերի, որոնց գաղափարը գուցե լավն է եղել, սակայն ոչ համակարգային եւ արդյունավետության ռիսկ պարունակող, ընդգծում է տնտեսագետը։ Այստեղ գլխավոր խնդիրը այն չէ, թե դու արդյոք ռազմավարությունում գրել ես, որ ես նոր ապրանքատեսակ եմ արտադրելու եւ ուրեմն այս եւ հաշվարկել եմ, որ այսինչ շուկայում կա դրա պահանջարկը։ Խնդիրն այն է, թե այդ ծրագիրը, այդ նախագիծը բիզնես ինչպես է իրագործվելու եւ արդյոք իրագործվելու է, առավել եւս հիմա մենք ապրում ենք մի ժամանակահատված, երբ որ գլոբալ անորոշությունն էլ ավելի է մեծանում, տեսական հարաբերությունները խաթարվում են եւ բոլորովին նոր կապեր են ի հայտ գալիս կամ ի հայտ գալու եւ այստեղ նոր արժեշղթաներ, ու այդ նոր արժեշղթաներում այո ներկառուցվելը, մասնակցելը եւս կարևոր մարտահրավեր է։ Առաջին անգամ է, որ ռազմավարություն մշակելիս հաշվի առնվել միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդաբանությունը, արձանագրում են ոլորտի ներկայացուցիչները։ Ինչպես տարանջատել գոյություն ունեցող ապրանքների արտահանումը գոյություն ունեցող շուկաներ, գոյություն ունեցող ապրանքների արտահանումը գոյություն չունեցող շուկաներ, այսինքն որ երբևէ այդ ապրանքը չի մտել, եւ նաեւ գոյություն չունեցող ապրանքների արտահանումը գոյություն ունեցող շուկաներ եւ գոյություն չունեցող ապրանքների արտահանումը գոյություն չունեցող շուկաներ։ Պետությունը պետք է մասնավորին աջակցի տնտեսական դիվանագիտության տարբեր միջպետական համաձայնագրերի ստորագրման միջոցով։ Եթե մենք հիմա նայենք կառուցվածքը մեր այսօրվա, մեր արտահանման պորտֆելի մեջ, մենք տեսնենք, որ շատ քիչ բարդ ապրանքներ ենք մենք արտահանում եւ համատենք օրինակի համար մեր հարևան երկրներից, որը մեկի դա կնի Թուրքիա, Վրաստան չեմ զում արտել, որ նմանատիպ է։ Դուք այդ շարքը երբ որ նայեք, տեսնեք, որ իրենց առաջին տեղում հիմնականում բարդ ապրանքներն են։ Իրենք հասել են դրա ժամանակի ընթացքում։ Մենք էլ կարող ենք հպարտանանք ապագայում, եթե իրականում մեր արտանման պորտֆելի մեջ մեծ տեսակարարքշիռ կազմեն բարդ ապրանքներ։ Երբ պետությունը տեղափոխման որոշակի ծախսեր է սուբսիդավորում, ինչ որ չափով թեթևացնում է բեռը, սակայն չի լուծում ապրանքի վաճառքի խնդիրը, շեշտում է գործարարը եւ բերում Հայաստան ներմուծող ապրանքների օրինակը։ Որ մտնեք սուպերմարկետների 70%-ը արտերկրի ապրանքներ է շարված։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է այդ կամպանիաները ահռելի մեծ ռեսուրսներ են ծախսել, որ այդ պրիլավկները գրավեն, հասկանում եք, այսինքն իրանք մեզ մեր երկրում հաղթել են։ Այսինքն եթե մենք ուզում ենք արտահանում զարգացնենք, եթե այդենք ստրատեգիա չունես ագրեսիվ, դու չես կարողանա սա լինելու է իմիտացիա։ Արտադրող արտահանողը պետական ծրագրերից եւս օգտվել է, նշում է, այն շատ կարեւոր է գործարարի համար։ Դա լիզինգի սուբսիդավորման ծրագիրն է եւ մթերման սուբսիդավորման ծրագիրն է, որը որ մեզ շատ է օգնում ու ինքը միայն ոչ թե ֆինանսապես է օգնում, ինքը նաև հոգեբանորեն, որ հասկանում ես պետությունը իսկապես գնահատում է քո աշխատանքը։
նաիվ դա էլ մեծ գործոն ունի, էլի, դրա համար այդ առումով այն որ ինչ որ process դրական սկսվել է, բայց այդ ավելի մաքսիմալ էֆեկտ տալու համար պետքա լավագույն էքսպորտերներին ներգրավել այս ծրագրերի մեջ։ Այժմ էլ պետությունը բոլոր արտադրող արտահանողներին մեծ աջակցություն է ցուցաբերում։ Օրինակ, եթե անհրաժեշտ է հումք կամ տեխնոլոգիա ներմուծել երրորդ երկրից, մաքսատուրքից ազատում են։ Եթե ներսից պետք է հումք ձեռք բերեն, ապա սահմանափակում են դնում դրանց արտահանման վրա, որ Հայաստանում արժեք ստեղծվի, ինչպես օրինակ մետաղների դեպքում։ Էլի ինչ են կանում։ Վարկով է եթե գնում, տոկոսները հիմնականում ամբողջությամբ կամ մասամբ փոխհատուցում ենք։ Լիզինգով է ձեռք բերում, տոկոսների մեծ մասը փոխհատուցում ենք։ Հետո պետքա ապրանք արտադրելուց հետո պետքա գնա դրսում մարքեթինգ անի։ Էքսպոների գնում են, մասնակցում են պետության հաշվին, այսինքն տեղել ենք աջակցում, տարբեր տեսակի մարքեթինգային միջոցառումներ ենք իրենց համար կազմում եւ եվրոպական երկրների մշակող արդյունաբերության ապրանք արտահանելից էլ տալիս ենք փոխհատուցում իրենց մաքսատուրքի չափով։ Մաքսատուրքի փոխհատուցում ենք տալիս, այսինքն այս բոլոր ճանապարհի վրա հիմա էլ ենք աջակցում, բայց նոր ռազմավարությունը ել ավելի լավ ու ավելի լավ դիրքերում է բերում այն կազմակերպություններին, որոնք որ բարձր ավելացված արժեքով ապրանքներ են արտահանելու։ Նախատեսում է մինչև 2030 թվականը բարձրացնել առևտրի դյուրացման արդյունավետության ցուցանիշը, ավելացնել արտահանող կազմակերպությունների քանակը 272-ից 440-ի, նվազեցնել հայաստանյան արտահանման շուկաների կենտրոնացվածությունը։ Նախագծով հաստատվող ռազմավարական ծրագրի ընդհանուր ֆինանսական արժեքը մինչև 2030 թվականը գնահատվել է 126.5 միլիարդ դրամ։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան եւ Արթուր Պետրոսյան, Կիրակնորյալ լուրեր։